Բարեզես հորիզոնը սկսում է աշխատանքային շաբաթը։ 3 ժամը 16:10-ից սկսած ուժեղ քամի եւ պտահողմ է արձանագրվել Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, Ապարան քաղաքի եւ Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Ըստ Առողջապահության նախարարության նախնական տվյալներով կա 4 տուժած, որոնք ստացել են առաջին բուժօգնություն։ 3:21-ի դրությամբ վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ, տապալվել է 21 ծառ, էլեկտրական 17 սյուն, արևային 3 կայան։ Աշխատանքներին ներգրավել են 137 փրկարարական ծառայող։ Ապարանում ըստ նախնական տվյալների վնասվել են 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ, 10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում Ապարանի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցները, արվեստի եւ մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, Ակբա բանկի շենքերը եւ այլ հաստատություններ։ Բազմաթիվ բնակիչների տների պատուհաններ են վնասվել եւ պատեր ու արտաքին հարդարանք։ Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է առնվազն մինչև 2025 թվականի վերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբ, այս մասին վարչապետը հայտարարել է Պրահայում, մասնակցելով Հայաստանը փոփոխվող աշխարհում խորագրով քննարկմանը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններին։ Հայաստանի կառավարությունը Հարավային Կովկասում կենտրոնացած է խաղաղության օրակարգի վրա։ Եվրոպական այս հարթակից եւս մեկ անգամ հայտարարում է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ մեր օրերում բոլորը ձգտում են անվտանգության, բայց ըստ նրա միայն խաղաղությունն է կարող ապահովել հուսալի անվտանգություն։ Հայաստանի ղեկավարը հիշեցնում է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագիծը։ Իսկ արդյոք Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ գործընթացը գնում է իրագործման եւ խաղաղության հասնելու ուղով, հետաքրքրվում է քննարկման մոդերատորը։ Գիտեք, հենց այն փաստը, որ մենք համաձայնեցրել ենք կոնկրետ նախագիծ, նշանակում է, որ դա արդեն ձեռքբերում է։ Այժմ անհրաժեշտ է, որ այդ նախագիծը կյանքի կոչվի։ Ընդհանուր առմամբ ես վստահ եմ, որ կհասնենք դրան, քանի որ կարողացել ենք շատ բան իրականացնել։ Իդեպ դրան զուգահեռ անցած տարի Ադրբեջանի հետ կարողացանք սկսել մեր սահմանի սահմանազատման գործընթացը։ Այս պահին շուրջ 12 կիլոմետր սահման արդեն սահմանազատված է։ Շատ կասկածներ կային, թե արդյոք Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան դա անել, սակայն այժմ մենք ունենք կոնկրետ օրինակ, շատ կոնկրետ խաղաղության մեկ կտոր, որովհետև սովորաբար ես ասում եմ, որ մեր սահմանի սահմանազատված հատվածը անվտանգության երաշխիքներով տարածք է եւ դա իրականություն է։ Այս համատեքստում վարչապետն այստեղ եւս ընդգծում է իր կարգախոսը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն։ Այս համոզմունքով Հայաստանը նպատակ ունի մինչև 2025 թվականի վերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտել եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ստեղծված բանակցային կառույցները։ Ադրբեջանը բարձրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման հարցը եւ ընդհանուր առմամբ դա մեզ համար ընդունելի օրակարգ է, բայց կա շատ կարեւոր նրբերանգ։ Մենք պետք է համոզված լինենք, որ բացառվում է իրավիճակը, երբ հակամարտության էջը փակվում է Ադրբեջանի տարածքում, բայց վերածվում է Հայաստանի տարածքի նկատմամբ նոր պահանջների։ Իսկ այդպիսի պահանջներ արդեն նկատելի են։ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, ադրբեջանական որոշ շրջանակներ Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ն անվանում են Արևմտյան Ադրբեջան, ինչն ըստ վարչապետի տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը սակայն պատրաստ է արագ շարունակել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրման եւ ավերացման ուղղությամբ, իսկ տևական եւ մնայուն խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը կարևորում է փոխադարձ կախվածությունների միջավայրի ստեղծումը, որի համար լավագույն գործիքն ըստ նրա ենթակառուցվածքն է։ Հենց այս նպատակի համար է Հայաստանի կառավարությունը մշակել խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը վերաբերում է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը։ Հայաստանի ղեկավարի գնահատմամբ սա իր հերթին կդառնա շատ կարևոր գործոն տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության համար, ինչը Փաշինյանի խոսքով քննարկվում է հարևանների հետ։ Հարևաններից Թուրքիայի հետ հարաբերությունների մասին եւս հետաքրքրվում է եվրոպացի լրագրողը։ Մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ եւ այդ հանդիպումները եղել են կառուցողական։ Ճիշտ է, գետնի վրա դեռ շոշափելի արդյունքներ չունենք, սակայն ունենք կարևոր առաջընթաց։ 3 տարի առաջ, օրինակ, եթե Հայաստան ցանկանում էր պարզել Թուրքիայի դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ, ստիպված էր դիմել երրորդ երկրի միջնորդությանը։ Այսօր մենք ուղիղ կապ ունենք մեր հարևանների հետ եւ նույնիսկ ամենօրյա շփում։
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ գործընթացը կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման եւ տնտեսական կապերի ամրապնդման, ինչն ըստ նրա ժամանակի հարց է։ Սա կապված է նաև տարածաշրջանային լայն տնտեսական օրակարգի հետ, բայց ինչպես արդեն ասել եմ, մենք հետևողականորեն շարժվում ենք կայուն խաղաղության հաստատման օրակարգով։ Դա մեր պարտականությունն է եւ մենք վճռական ենք դրան հասնելու։ Այս ուղղությամբ Հայաստանը տեսնում է նաև Թուրքիայի պատրաստակամությունը, ինչպես նաև Ադրբեջանի ցանկությունը խաղաղության հասնելու։ Նիկոլ Փաշինյանի խոսքով կան որոշ նրբերանգներ, որոնք պետք է հասցեագրել, բայց վստահ է, դա կկարողանան անել։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարի հետ, քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի եւ սերտ համագործակցության կարեւորությունը։ Իսրայելը հարված է հասցրել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, ինչի հետևանքով մի քանի քաղաքացիական անձ է վիրավորվել, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։ Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանի քաղաքական եւ միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիմաց։ Այդ հարձակման հետևանքով վիրավորվել է մի քանի քաղաքացի, այդ թվում իմ մի քանի գործընկերները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, ասել է Խաթիբզադեն, որի խոսքերը մեջբերել է Իրանի պետական TASNIM լրատվական գործակալությունը։ Իրանում շուրջ 1500 մարդ է վիրավորվել իսրայելական հարձակումների հետևանքով, որոնցից ավելի քան 220-ը զոհվել է, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Քերմանպուրը։ Իսրայելական ագրեսիան սկսվելուց 65 ժամ անց 1481 մարդ վիրավորվել է կամ զոհվել է, նրանցից 1277-ը հոսպիտալացվել է։ Ավելի քան 90%-ը խաղաղ բնակիչ է, 522 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ 224 մարդ կին, տղամարդ եւ երեխաներ զոհվել են, գրել է Քերմանպուրը X-ի իր միկրոբլոգում։ Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Իսրայել-Իրան հարձակատումը, հակամարտությունը արդեն շարունակվում է մի քանի օր, երկու կողմերում էլ կան զոհեր եւ վիրավորներ։ Ինչպես կզարգանան իրադարձությունները եւ ինչ հանգուցալուծում կստանան, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսեյնիի հետ, ներկայացնենք հատված զրույցից, այն ամբողջությամբ հասանելի է shantnews.am կայքում։ Պարոն Հոսեյնի, այն որ լարվածությունը կար ակնհայտ էր, խոսքը Իրան-Իսրայել լարվածության մասին է, բայց թվում էր, թե ձեր մատնանշած Միացյալ Նահանգներ եւ Իրան բանակցությունները գնում էին դինամիկ փուլով, այսինքն այդ մասին կողմերը եւս հայտարարում էին, այդ դեպքում ինչու է ձեզ Իսրայելը հարվածեց եւ հաշվի առնելով բարձրաստիճան զինվորականների զոհվելը, կարող ենք ենթադրել, որ այս հարվածը անսպասելի էր Իրանի համար։ Որովհետև պետք է գիրակի օրը դեղի ունենար 6-րդ փուլը բանակցություններին Միացյալ Նահանգների եւ Իրանի մինչեւ եւ երկու կողմերը հայտարարել են դրա մասին, մենք չենք սպասում մինչեւ բանակցությունների ավարտը, Միացյալ Նահանգները թույլ տա Իսրայելին, որ հարված հասնի, մի քանի անգամ Թրամփը դրա մասին խոսել է, որ մինչեւ հայտարարել է, որ մինչեւ այդ բանակցությունները չի ավարտվի, արդյունքի չի հասնեն կամ զախողվեն, մենք թույլ չենք տալիս, զգուշացել էր Իսրայելին, մի քիչ ագենգալի էր մեր համար, բայց ամեն դեպքում մենք պատրաստ ենք ամեն ինչի համար, բոլոր սցենարների համար, որովհետև մենք գիտենք, եթե բանակցությունները զախողվի, այդ կողմից սպառնալիքներ կային Իրանի դեմ, բայց եղավ ինչ եղավ եւ հիմա փաստորեն տապալվել է բոլոր բանակցությունների գործընթացները, Միացյալ Նահանգները ցույց է տալիս, որ վստահելի կողմ չի բանակցելու համար եւ Իսրայելը ցույց է տալիս միայն ուժի լեզու է հասկանում։ Այն հարվածները, որ եղան գիշերը Իսրայելի ուղղությամբ, Իրանը համարում է, որ դրանք համարժեք պատասխան են։ Համարժեք, որովհետև բարձրաստիճան զինվորականներ են սպանել, համարժեք չեն, բայց Իրանը ուժ հարվածներ է հասել շատ թիրախներին, ռազմական թիրախներին եւ ռազմավարական թիրախներին Իսրայելին եւ իհարկե այդ արիմով հավասար էր, այդ արիմով նույն բալանսը պահպանվել է, պատասխան եւ հակահարված
հարվածի մինչև եւ հիմա Իրանը փորձում է զգուշացնել բոլոր կողմերին, որ նոր փուլ է, եթե Իսրայելը շարունակի նոր փուլի հարձակում է, քանի անգամ ավել կլինի, քանի անգամ ավելի ուժեղ կլինի եւ զգուշացել է Ֆրանսիային, Բրիտանիային եւ Միացյալ Նահանգները, եթե նոր փուլի մեջ համագործակցեն Իսրայելի հետ Իրանի դեմ, Իրանը զգուշացել է բոլոր կողմերին, որ բոլոր ռազմաբազաները դարաշրջանում իրենց ռազմաբազաները եւ նավերը Փարսից ծոցում օրինական թիրախ են Իրանի համար, որ երկիրը Իրանի թշնամի հետ եւ ագրեսորի հետ համագործակցի, Իրանը նույնպես համարում է թշնամի եւ թիրախավորում է։ Ինչպես են կարողացել ներթափանցել Իրան-իսրայելական կողմից եւ ճշգրիտ հարվածներ հասցնել այնպիսի բարձրաստիճան զինվորականների եւ սպանել, ինչպիսին զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։ Սրանք հարցեր չեն առաջացրել Իրանում։ Ոչ հաստատված լուրեր կան, որ Իրանը մինչև 6-րդ փուլը պատրաստում էր, այսինքն հենց շտաբի պետը 2 օր առաջ հայտարարեց, որ պիտի տեղի ունենա զորավարժություն ամբողջ Իրանի տարածքում, որպեսզի սպառնալիքները չզոքացնեն, հենց զորավարժությունների ոչ պաշտոնական եւ հաստատված լուրեր կան, որ հենց զորավարժությունները գազմագերբելու համար որոշ ռազմական ղեկավարները հավաքվել էին շտաբում եւ գազմագերբչական գործեր էին անում, որը անսպասելի թիրախավորվում է հենց շտաբի շենքը եւ զոհվում են բարձրաստիճան զինվորականները։ Ամբողջ գիշեր նաեւ տեղեկություններ էին տարածում իրանական լրատվամիջոցներով, թե Թեհրանը կանցկացնի միջուկային զենքի փորձարկում, որքանով է հավաստի եւ հնարավոր այս ամենը։ Եթե զսպող ուժ չկա, եթե Իրանը բանակցեց Միացյալ Նահանգների հետ, սկսեց բանակցել Միացյալ Նահանգների հետ եւ Արևմուտքի հետ, որբեսի ոչ մի հարձակում Իսրայելի կողմից չի լինի միջուկային օբյեկտների վրա եւ իրանական ռազմավարական օբյեկտների վրա, եթե Միացյալ Նահանգները մինչեւ հիմա փոխարեն զսպի Իսրայելին հակառակ աջակցում է կանաչ լույսը ցույց տալիս, եթե ոչ մի զսպող ուժ չկա Իրանի տարածքային ամբողջականությունը դեմ բոլոր հարձակումները, բոլոր ոտնձգությունները չզոքացնել, Իրանը ջար չի ունենամ, հնարավոր է Իրանը փոխի իր միջուկային ծրագիրի դոկտորինը եւ գնա միջուկային ռումբ ստեղծելու ճանապարհը, հնարավոր է նման սցենարը քննարկում են հիմա Իրանի հետ, որովհետեւ մենք տեսնում ենք հյուսիսային Կորեա եւ որ միջուկային զենք ունի, ինքը ապահով է, կարա բոլոր սպառնալիքները իր երկրի դեմ չզոքացնի, եթե ոչ մի կողմը չի օգնելու Իրանին, չզսպում ագրեսորին եւ այդ ահաբեկչական պետությունին Իրանի դեմ այդ նման ոտնձգություն անել, Իրանը կարող է այդ ճանապարհել գնա։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով զգուշացնում է, որ եթե Միացյալ Նահանգներում վիզայով սահմանված ժամկետից երկար են մնում քաղաքացիները, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել Միացյալ Նահանգների մուտք գործելու մշտական արգելք։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են Միացյալ Նահանգների մուտքի ու ելքի տվյալները, եւ նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները, ասված է դեսպանատան Facebook-ի գրառման մեջ։ Այսքանն ենք առանձնացրել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։